Այսօր մեր podcast-ի հյուրն է էնդոկրինոլոգ սննդաբան Հասմիկ Զախարյանը։ Հասմիկ, ողջույն։ Ողջույն, Լավրա ջան։ Հասմիկ, կպատմես ինչու հենց սննդաբան։ Քանի որ հիմա գիտությունը գնալով զարգանում է եւ մենք ավելի շատ տեղեկություն ենք ունենում ինչ է կատարվում աշխարհում, ինչ է կատարվում մեր օրգանիզմում, արդեն ավելի հասկանալի է, որ ամեն ինչ կապ ունի նրա հետ, թե մենք ինչ ենք ուտում, ինչ ենք օգտագործում, ինչ օդ ենք շնչում, այսինքն սա սերտ կապ ունի մեր առողջության հետ եւ մեր լավ լինելու հետ, այդ իսկ պատճառով ես ավելի խորացա հենց սննդաբանության մեջ ուսումնասիրելու համար եւ մարդկանց օգնելու համար լինել ավելի առողջ եւ ավելի լավ զգալ։ Հասմիկ, իսկ ինչ ես կարծում, հիմա ավելի շատ թրենդային է դարձել առողջ սնվելը, թե իրոք մարդիկ ուզում են առողջ ապրելակերպ վարել եւ առողջ սնվել։ Առհասարակ առողջ ապրելը հիմա շատ թրենդային է, ինձ թվում է դա գալիս է նրանից, որ հիմա կյանքը շատ ստրեսային է, շատ գործոններ կան, որ ազդում են մեր կյանքի որակի վրա, այդ իսկ պատճառով մարդիկ ձգտում են սնվել ավելի առողջ, ապրել ավելի առողջ, որպեսզի իրենց զգան ավելի լավ, այսինքն մարդկանց խնդիրը նա է, որ անգլերեն ասում են well-being, այսինքն որ իրենց ավելի լավ զգան, բոլորը ձգտում են հասնել այդ կետին, որ առհասարակ իրենց լավ զգան, թե ֆիզիկապես, թե հոգեպես, որի հիմքում իհարկե սնունդը մեծ դեր է խաղում։ Հասմիկ, քանի որ դու մեր հյուրն ես, պետք է ավելի շատ հարցերը կապված լինեն լնդերի եւ ատամների առողջության հետ։ Կխնդրեմ մեզ պատմես մի քիչ փափուկ սնունդ օգտագործելու բացասական կողմերի մասին։ Հիմա արդեն վաղուց, այսինքն կյանքը այնպեսին է դարձել, որ երեխաներին ծնողները տալիս են ավելի բլենդած ուտելիք, փափուկ ձևով են երեխաները սկսում ուտելիքը ընդունել, հետո դժվար են անցնում կոշտ սնունդին եւ մեծերն էլ ավելի փափուկ սնունդ են օգտագործում, խոսենք դրա բացասական ազդեցությունը ատամների եւ լնդերի առողջության եւ ատամների զարգացման համար։ Նախ առաջինը, փափուկ սնունդը ինքը հիմնականում հարուստ է լինում շաքարով, ռաֆինացված շաքարով, որը որ իրենով արդեն ներկայացնում է վնաս ատամների վերանի խոռոչի առողջության համար, քանի որ սնուցում է, մենք գիտենք, որ օրգանիզմում լորձաթաղանթի վրա կան բակտերիաներ, լավ եւ վատ, այսինքն որ ապահովում են մեր միկրոֆլորան, եւ շաքարը ինքն իրենով միշտ սնուցում է վատ բակտերիաներին, եւ որքան շատ են վատ բակտերիաները, այնքան ընկնում է վերանի խոռոչի այս դեպքում իմունիտետը, որի հետևանքով արդեն սկսվում են պրոցեսներ, բորբոքային պրոցեսներ հենց վերանի խոռոչում։ Մյուս բացասական գործոնը կապված փափուկ սննդի հետ նա է, որ այս դեպքում կարելի ասել ավելի կոշտ սննդի մասին, որ կոշտ սնունդ ուտելիս աշխատում են մեր ծամիչ մկանները, որի արդյունքում ակտիվանում է թք արտադրությունը, որը իր հերթին նորից ունի պաշտպանական ազդեցություն վերանի խոռոչի համար, կարգավորում է թթվայնությունը, բերում նորից բակտերիաների բալանսի եւ վատ բակտերիաների վնասազերծման։ Մյուս նորից կասեմ կոշտ սննդի դրական ազդեցությունը, որը որ չկա փափուկ սննդի դեպքում, դա սկրաբի էֆեկտն է կոպիտ ասած, այսինքն կոշտ սնունդը ինքն իրենով ինչ որ չափով մաքրում է ատամների մակերեսը, եւ որը որ մենք չունենք փափուկ սննդի ժամանակ։ Հասմիկ, անխուսափելի է, չեն կարող չխոսել գազավորված ըմպելիքների մասին, քանի որ ինչքան էլ բոլորս պայքարում ենք, միևնույն է, թե երեխաներն են օգտագործում գազավորված ըմպելիքներ, դե բնականաբար նաեւ քաղցրավենիք, խոսենք դրա բացասական ազդեցության մասին, էլի ատամների եւ լնդերի առողջության համար։ Գազավորված ըմպելիքների դեպքում էլի առաջին հերթին կնշեմ շաքարը, որ արդեն ասեցի իր բացասական ազդեցությունը վերանի խոռոչի վրա, երկրորդ տեղում կդնեմ իր թթվայնությունը, որը իրենով արդեն նորից վատացնում է միկրոֆլորան թթվային բալանսը վերանի խոռոչի եւ վերում նորից իր հետևանքներին, երրորդ տեղում կնշեմ նրանց մեջ օրինակ կոկա-կոլայի մեջ կամ այլ էներգետիկ ըմպելիքների մեջ կոֆեինի արկայությունը, որը որ կարող է ազդել թք արտադրության վրա, որը իր հերթին բերի նորից վերանի խոռոչի պաշտպանական ռեակցիայի նվազմանը, եւ չորրորդ տեղում կնշեմ գույները, այսինքն գունավորված ըմպելիքներ, իրենք կարող են
ազդել ատամների գույնի վրա, պիգմենտացիա առաջացնել։ Այստեղ նաև շատ կարևոր է ինչ որ լայվ խակեր կոպիտ ասած գազավորված ըմպելիքներից հետո հաշվի առնել, որ պետք է ողողել բերանը եւ առաջիկա 30 րոպեների ընթացքում խորհուրդ չի տվում խոզանակով լվանալ ատամները, քանի որ գազավորված ըմպելիքից հետո առաջին 30 րոպեում էմալը ավելի փխրուն վիճակում է, կարող է վնասվել, այդ պատճառով խորհուրդ չի տրվում խոզանակել առաջին 30 րոպեների ընթացքում։ Ինչպես նաև թթու սնունդ օգտագործել։ Ահա, նորից թթվայնության հաշվին, այսինքն նույն խնդիրն ենք ունենում։ Եվս մի հարց, Հասմիկ, որ ինձ շատ է հետաքրքրում, կպատմես մի քիչ սուրճի մասին, սուրճի ազդեցության մասին։ Սուրճը, ինչպես նշեցինք, կոֆեինը ազդում է նորից թթվայնության վրա, բերանի խոռոչի, որը իր հերթին թքարթադրության վրա, ինչպես նաև իր գույնով, նույնպես կարող է վատ անդրադառնալ ատամի էմալի վրա, կուտակվում է գույնը նրա վրա։ Երբ ատամները սպիտակեցում արված լինում։ Հասմիկ, արի ծնողներին ուղղորդենք, գոնե եթե քաղցրավենիք են ուտում երեխաները, ապա ինչ քաղցրավենիք տան երեխաներին։ Կարևոր է հաշվի առնել բաղադրությունը, այս դեպքում ես առաջին հերթին խորհուրդ կտամ որակյալ շոկոլադներ գտնել, կարդալ բաղադրությունը, որի մեջ շաքարավազը չգերակշռի, որովհետև հիմա հիմնականում բոլոր շոկոլադները իրականում մեջը շոկոլադ էլ չկա, շաքարա, կաթ եւ այլ բաղադրիչներ, գտեք մաքուր բաղադրությամբ շոկոլադներ եւ խուսափեք իրիսանման կոնֆետներից, որոնք մենք ավելի երկար են մնում բերանի խոռոչում, այսինքն թեկուզ չուպաչուպսերը եւ այլն ժելեանման կոնֆետները իրենք ավելի երկար կպչուն մնում են ատամների վրա, բնականաբար նրանց մեջ շաքարը շատ է եւ արդեն ունեն իրենց բոլոր բացասական ազդեցությունները։ Լնդերի հիվանդությունների բուժման ընթացքում հստակ գիտական ուղեցույցներ չունենք, որ սնունդը լնդերի հիվանդությունները բուժելիս առողջ ծնվելու դեպքում կունենանք ավելի դրական արդյունքներ եւ եթե հակառակը առողջ չսնվի պացիենտը, ապա չենք կունենա արդյունքներ, բայց պրակտիկայում փորձը ցույց է տալիս, որ բավական օգնում է պացիենտի առողջ ապրելակերպը եւ բալանսավորված սնունդը։ Խոսենք այս մասին եւ լսենք ձեր կարծիքը։ Ինչը մեզ պետք լնդերի բուժման ընթացքում բարձրացնել իմունիտետը եւ իջեցնել բորբոքումը։ Ինչ ենք անում դրա համար, նորից սահմանափակում ենք շաքարը, քանի որ ընկճում է իմունիտետը։ Այս դեպքում դրական ազդեցություն կարող է ունենալ վիտամին C-ն, քանի որ նպաստում է կոլագենի սինթեզին, կարգավորում է անոթային համակարգը, սպիտակուց, այսինքն պետք է բավականաչափ սպիտակուց ուտել, քանի որ սպիտակուցը նույնպես շատ կարևոր դեր ունի հյուսվածքների վերականգնման պրոցեսում։ Հիմա շատ են կարևորում օմեգա 3-ի դերը, ասում են, որ օմեգա 3-ը ունի շատ ուժեղ հակաբորբոքային ազդեցություն, իմունիտետը բարձրացնում է հենց բերանի խոռոչի հարցում հատկապես։ Հաջորդ հարցը հենց միկրոէլեմենտների, վիտամինների մասին է, լրացնել դրանք սննդի միջոցով, թե հաբերի։ Տեսեք, հիմա քանի որ ժամանակակից աշխարհում շատ դժվար է վերահսկել սնունդը, մենք չգիտենք ինչպիսի իրականում ինչ սնունդ։ Այո, ինչպիսի պրոցես է անցել, ինչ վերամշակում է անցել, ինչ պայմաններում է աճել բանջարեղենը եւ միրգը, դրա համար եթե արդեն կան դեֆիցիտներ, ապա պետք է օգնության գան հավելումները։ Եթե չունենք դեֆիցիտներ, ապա մենք փորձում ենք ծնվել մաքսիմալ առողջ, ամենայն հավանականությամբ մենք պիտի ստանանք բոլոր անհրաժեշտ միկրոէլեմենտներն ու վիտամինները։ Բայց եթե արդեն ունենք դեֆիցիտներ, ապա հույսը պետք չէ դնել միայն սննդի վրա։ Եվ բնականաբար նշանակումները պետք է կատարվի էնդոկրինոլոգի կամ սննդաբանի կողմից։ Այսինքն պացիենտը ինքը իրեն չպետք է որոշի, որ դեֆիցիտ ունի եւ ինչ դոզավորումով պետք է խմի։ Բլից հարցում արմ պերիոդի շրջանակներում Հասմիկ պետք է հարցերին առանց մտածելու արագ պատասխանես։ Ինչ է ավելի կարևոր, կալորիաները թե որակը։ Որակը։ Ինչ է ավելի վնասակար, շաքարը թե աղը։ Շաքարը։ Ջուր խմել ուտելուց առաջ թե հետո։ Առաջ։ Միրգ թե բանջարեղեն։ Բանջարեղեն։ Պորտոֆինո թե Միլան։ Բայց այս թեմայի մեջ։ Բայց Պորտոֆինո։
Սնվել ժամով թե սովի։ Ժամով։ Դիետա թե բալանսավորված սնունդ։ Բալանսավորված սնունդ։ Ձեր սիրելի առողջ նախաճաշը՝ Բենեդիկտ թե Վարսակի շիլա։ Բենեդիկտ։ Հույսով եմ մեր ոդքասթից հետո, մեր ոդքասթը դիտելուց հետո ավելի շատ մարդիկ սկսեն սնվել բալանսավորված։ Շնորհակալ ենք Հասմիկ ջան, մեզ հյուրընկալելու համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։